Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ձեզ բոլորդ, որ այս առավոտ կարողացաք Տերոջդունը կալ միասնապար զինք բաշտելու։ Հոդնգայս աուտքի հոգիով պիտի երկենք 7-րդ շարականը Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ։ Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ, որեն Աստված մեծավ, խաղաղության ձայն հնչեցավ, Սուրբ ողջույնի հրամանդվավ, եկեղեցիս միանց Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը բիդելա թիվ 7-ը փրկչին բաշտոնը։ Ինչպես որդի մարդոց չեկավ սպասավորություն ընդունելու, հաբա սպասավորություն ընելու եւ իր կյանքը շատերու համար փրկանք տալու։ Վասնզի որդի մարդո եկավ, որպեսզի գործածը Ես եմ թուրը, եթե մեկը ինձ մեներս մտնե, բիդի փրկվի ու բիդի մտնե ու ելլե եւ արոտ գտնե։ Արդ Հիսուս նորեն խոսեցավ անոնց ու ասավ. Ես եմ աշխարհի լույսը, ան որ իմ ետևես ուրա, խավարի մեջ պիտի շշալե, ապա գնաց լույսը պիտի ունենա։ Եվ Հիսուս ասավ անոնց. Ճշմարիտ գսեմ ցեզի, թե Մովսես չդվավ ցեզի երկնավոր հացը, բայց իմ հայրս կուտա ցեզի ճշմարիտ երկնավոր հացը։ Հիսուսը ասավ. Ես եմ ճամփան ու ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը որը ողջ չկա, եթե ոչ ինձ մոտ։ Հիսուսը ասավ անոր. Ես եմ հարությունը ու կյանքը, ամ որ ինձի գահավադա, թեև մեռնի պիտի ապրի։ Եվ այն ամենը, որ կենդանի է ու ինձի գահավադա, հավիտյան պիտի չմեռնի, ու գահավադաս։ Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված իր որդին չղրկեց աշխարհը, որպեսզի աշխարհը կատե, հապա որպեսզի աշխարհը անով կրկվի։ Ամ որ գահավադա անոր չթադապարտվիր, եւ ամ որ չհավատա, անիգա արդեն թադապարտված է, վասնզի Աստծո միածին որդուն անվանը չհավատա։ Դերորդներ խոսքին ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով դերոջքահում մոտեցնե։ Ով դեր մեր փրկիչը, մեր թագավորը, որ մեր սրտերու մեջ կփնագիս, կգարավարես մեզ շնորհակալության հոգիով քո առջևդ կուքանք, գերգրբակենք, կբաշտենք քեզ եւ փառք կուտանք, որ այս օրհնյալ արիթը դարձյալ շնորհեցիր մեզի։ Շնորհակալ ենք Տեր հավատքով գուքանք, որովհետև գիտենք, որ խոստման համաձայն մեր մեջ ներկա ես,
Շնորհակալ ենք, որ Տուն դեր մեզ գործնես, գուզես մեզ ուրախ պահել, գուզես դեր մեզ օրհնել եւ քու սկանչելի ծրագիրներուդ մեջ մեզյալ դեր բաժին գուդաս, որբեսի մաս կազմենք եւ այսպեսով դեր գուզես, որ մենք քեզի հետ կորձակցենք։ Շնորհակալ ենք դեր, որ մեզի պես անարժաններուն այսպեսի շնորհ կնես, մեր թիրքը բարձրացուցած ես, փառք կուտանք, որ ընդունեցիր մեզ որպես քու զավակներդ, այո դեր օդար չենք, հաբա դեր քու զավակներդ ենք եւ գուքանք քու արջևդ որպես քու զավակներդ եւ հայր կգոչենք քեզ, փառք կուտանք դեր, շնորհակալ ենք, որ թունես միակ փրկիչը, թունես կյանքի աղբյուրը, թուրը եւ դեր Տուն գադարյալ փրկիչ ես, ամենագարող փրկիչ ես, այս պահուց դեր աշխարհի բոլոր գողմերը փյուրավորներ, որոնց փրկած ես, քեզ կբաշխեն, քո անունդ կմեծարեն, եւ շնորհակալ ենք դեր, որ մեզի այնպեսի հույս մտված ես, որ գենթանի է, ճշմարիտ է, քու վրա հիմնված է, քու խոսքերուդ վրա հիմնված է, եւ օրը քու բոլոր զավակներդ միադեղ բոլորը միասին դեր հավիդյան քեզի հետ պիտլան եւ մեզ պիտ սերբազադես այս չար աշխարհեն դարաբանկները, ցավերը, հիվանդությունները այո դեր շնորհակալ ենք որ հիմա մեր հոգին խաղ է ցուցած ես բայց օր պիտի կա որ դեր որ մեր մարմիններն ալ պիտի հանգչեցնես շնորհակալ ենք դեր այս հույսին համար մենք ուրախ ենք որ քեզի պես հիանալի դեր ունենք, ընդունե մեր պաշտամունքը եւ կխնդրենք, որ հadouk կերպով օրհնես այս պահը, խոսքիդ մատակարարություն, օրհնությունը լա, շինությունը լա, ինչու՞ չէ նաեւ դեր փրկություն բոլոր անոնց համար, որոնք դակավին քեզ մեհերու են։ Դեր հիշե մեր նյութերնալ, մեր սրդերու վրա ծանրացած նյութեր ունենք, հիվանդներ ունենք, անուններով բոլորը քու շնորհած կայդարչև կփերենք, որպեսի գադարելապես բժշկես։ Հիշե դեր անոնք, որոնք դգար են, քեզ մեհերացած են, անոնցալ դեր թուն հadouk կերպով այցելես եւ դեր քու սիրովդ քեզի քաշես։ Փառք կուտանք, որ երգայնամիտ կլաս մեր թերություններու, դգարություններու, գամփերես եւ գուզես, որ քիտագից դառնանք, թե ով ենք մենք, թե առանց քու շնորհքիդ ոչինչ չենք։ Դեր ընդունե մեր պաշտամունքը սկիզբեն մինչև վերջ ցերկերու կանցնենք։ Փառքիդ համար կխնդրենք Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառաբանենք մեր Տերը երգելով 186-րդ երգը։ Ահա գանքնած թրանդարչին, քեզ գգանչեմ բաղադակին։ Ահա գայնած թրանդարչին, քեզ գցայնեմ բաղադակին, սիրտ մեղավոր լսես շեշտերս, գերնամ կալներս, գերնամ կալներս, ահա գայնած թրանդարչին, քեզ գցայնեմ բաղադակին, սիրտ մեղավոր լսես շեշտերս, գերնամ կալներս, գերնամ կալներս, փուշով սակված քեզի համար, սպասեցի համբերադար, լսե հոգի փրկի դաղերս, գերնամ կալներս, գերնամ կալներս,
Գայնած դրան դարջին, կեզ գցայնեմ բաղադակին, սիրտ մեղավոր լսե շեշերս, գրնամ կալներս, գրնամ կալներս, թոզուր չանցնի մաղերսանք, հիշե իմ վիշտու թանդան չանք, մահվան մղեց կեզ համար սերս, սիրտ մեղավոր գրնամ կալներս, ահա գայնած դրան դարջին, կեզ գցայնեմ բաղադակին, սիրտ մեղավոր լսե շեշտերս, գրնամ կալներս, գրնամ կալներս, քեզին պերիներում հրջվանք, խաղաղություն սուրբ սերնորգյանք, խեղծ սիրտահա իմ նվերներս, զիսկ ընդունիս գրնամ կալներս, ահա գայնած դրան դարջին, կեզ գցայնեմ բաղադակին, սիրտ մեղավոր լսե շեշտերս, գրնամ կալներս, գրնամ կալներս, Աստված ովևէ ադեն չստիբեր ինձինքը, միշտ հարց կուտա, գրնամ կալներս, մեզի ազատ թողոցած է ազատ գամքի պատճառով։ Մեր փարապանությունը շարունակենք երգելով 485-րդ երգը, երբ մերժես շարունակ, դերոջ ռավերն անուշ։ Երբ մերժես շարունակ, դերոջ ռավերն անուշ, ու կագետ մուծայր սուրբ օգույն, կեզ չլան լսելի, ամփոխին մեջ մոլի, հաշվի արիր զայստուն, հաշվեցիր կինահեր, դու հոգույտ գորստյան, հոգ չէ թե շայիս աշխար համայն, ճիշտ իմա տերևսուն, ասած ես այն գետին,
այն գետին, գուզես հաշվել, մեծքին, քանի որ թուրնանոր ողորմության է պած, ու անհուսերն չես վարած, փժշկվիլ չես ուզեր, փսպսալով արզիստեր, հաշվի արի մեծքին, հաշվեցիր քիննահեր, քու հոգույթ կորստյան, հոգ չտեր շահիս աշխարհ համայն, ճիշտ իման թերեսուն, հասած ես այն գետին, գուզես հաշվել մեծքին։ Այո, սիրելներ, քանի ժամանակը դակավին ուշ չէ, հաշվի առնելու ենք, մերժելու չենք այն շնորհքի թուրը, որ դերը մեր առջև բացած է։ Մեր վերջին փառապանությունը բիդելա 28-րդ երգը, որ մեր դոյ ժամանակը հայդարարություններուն եւ ապա նվիրավակին պիտի հատկացնենք։ Ողայնցրի եւ առածեն, զոր շնորհեց ինձ փրկիչ դեր։ Ողայնցրի եւ առածեն, զոր շնորհեց ինձ փրկիչ դեր, երբ սավ մտնեմ վերին դուրս վսեմ, փրկարար մեծ սիրո ճամփով, փրկարար մեծ սիրո ճամփով, պիտի մտնեմ փառացուս փրկարար մեծ սիրո ճամփով, թողուց կյանք խաչին վրա, որ գործված կյանք ունենա, ցույց կուտա ճամփան փառահոր իմ դան, փրկարար մեծ սիրո ճամփով, փրկարար մեծ սիրո ճամփով, փրկարար մեծ սիրո ճամփով, պիտի մտնեմ փառացուս փրկարար մեծ սիրո ճամփով, բիտքով եմ դեր երկովնիմ, սրբոցքով մինչև հասնիմ, բիչելեմ ալթուրս և մտնեմ իմ դուս, փրկարար մեծ սիրո ճամփով, փրկարար մեծ սիրո ճամփով, փրկարար մեծ սիրո ճամփով, պիտի մտնեմ փառացուս փրկարար մեծ սիրո ճամփով։ Փառք Տերոջ։ Աստծո խոսքեն հատված պիտի գարտամ, որ գտնվի ծննդոց 6-րդ գլուխի մեջ։ Մեգեն 8 համարները պիտի գարտամ։ Եվ եղավ, որ երբ մարդիկ երկրի վրա շատնալ սկսեցին,
ու իրենց աղջիկներ ծնան, Աստուծո որդիները մարդոց աղջիկներուն քեղեցիկ ըլլալը դեսնելով, ամեն իրենց ընդրածներեն իրենց գիներ գարնեին։ Եվ դերը ըսավ, իմ հոգիս միշտ մարդու վրա պիտի չմնա, վասնզի անիգա մարմին է, բայց անոր օրերը 120 տարի ըլլան։ Այն օրերը երգիրի մեջ հսկաներ գային եւ անգեյտնալ, երբ Աստծո որդիները մարդոց աղջիկներուն գմտնեին, որոնք անոց զավակներ գծնանեին, ասոնք իբաղուց հետե զորավոր ու անվանի մարդիկներ էին։ Եվ դերը երբ դեսավ, որ մարդոց չարությունը երգրի վրա գշատնար, ու անոց սրդին խորհուրդներուն բոլոր քաղաքարները միայն չար էին ամեն օր։ Դերը երգրի վրա մարդը ստեղծելուն զղջաց ու իր սրդի մեջ դրդմեցավ։ Եվ դերը ըսավ, երգրի վրայեն չնչեմ մարդը, զորը ստեղծեցի, մարդեն մինչև անասունները և սողունները ու երգինքի թրջունները, վասնզի զանոնք ստեղծելուս կզղջամ, բայց նոյ դերոջ առջև շնորհք կտավ։ Թող դեր օրհնե իր խոսքին ընթերցանությունը, այս հատվածի մեջ բավական խրթին հարցեր կան, բայց ես կուզեմ Նոյան դաբանը եւ անոր առնչագից թեփքերը մեր խորհրդածության նյութը դարձնել եւ շեշտել գարմը կարևոր ճշմարտություններ։ Մարդուն աբագանած բնությունը զոր ժառանգեց աթամեն չրեղեն ետ գնալ շարունակվեցավ այս բնությունը իր մեջ մնաց եւ մարդիկ դարձյալ շատնալու սկսան այս աբագանած մեղավոր բնությունը իրենց մեջ գրելով մարդը խորհուրդով մեղք կգործե մեղքեր զոր չերևար խոսքերով եւ գործերով ալ մեղք կգործե քանի որ բնությունը մեղավոր է մեղավոր բնություն կգրե մարդը իր սրտի մեջ ֆաբրիկ ունի գործարան ունի որ միայն մեղք կարտադրե այս է մարդուն սիրտը Աստված նայեցավ դեսավ թե աբագանած էր ինչպես կարդացինք ինչը աբագանած էր մարդը այսինքն սիրտը մարմինին անդամները իր հրանքները սիրտեն կստանան եւ երբ սիրտը աբագանած է աչքը ագանչը ցերքերը ոտքերը լեզուն ինչ կարտադրեն երբ աբագանած սիրտեն գմղվի մեղ կարտադրե ամեն մարմին իր ջամփան աբագաներ էր գարտացինք եւ մեր նույնն աբիդլա նոյան դաբանին բատկամ Փամը երբ գաբագանի ինչ կնենք գբահենք դերմը գտապենք ամբիդան գտարնա կորձածելի չթարդար մարդոց խորհուրդները աբագանած են մարդոց խոսքերը աբագանած են ինչ է այս օրվան նյութը զոր մարդուն սրդի մեջ գդիրե ինչ է ինչ կխորի մարդիկ ինչ կխորին մարդոց գործերը աբագանած են եւ բոլորիս ծանոթ է այս հետևանքը սրդին հետևանքը սակայն այս բոլորին մեջ կտեսնենք ինչպես կարդացինք հատվածի մեջ մեկը որ Աստծո առջև արդարությամբ կքալեր որովհետև այդ անձին մեջ Աստված գար գփնագեր անոր սիրտը Աստծո հետ էր սիրտը որ հոժար էր Աստծո հնազանդելու անոնք որ գսեն եղբայր այնպեսի թարումը մեջ կաբրինք, այնպեսի շրջանագի մեջ կաբրինք, որ չես կրնար Աստծո հետ քալել։ Գուզես քալել, բայց չեն ցիկեր,
չեն թողեր, շուրջինները չեն ցկեր։ Ավելի ճիշտ է ասել, չեմ ուզեր քալել։ Եվ ոչ թե չեն թողեր։ Եթե մեկը չուզեր Աստծո հետ քալել, պատճառաբանություններու ցանկը գրնա ներկայացնել։ Կգտնե, եթե չգտնե, կստեղծե, կշինե։ Անդրամփանական պատճառաբանություններ, որտև կուզե հեռանալ Աստծուց մե։ Տեսավ հերույեն չի բարևեց, չի ժպտաց, տունը չի կանչեց, Բարևը չեր, փամը գա, փամը ունի, փամը գիշեմ ես այն օրը խոսք մսավ եւ այնպեսի հիվանդ միտքը պատճառաբանություններ կստեղծե, որպեսի ցույց տա, որ ես պիտի հեռանամ Աստծուց մե։ Երբ որ մեկը գուզե Աստծո հետ քալել, անպայման պիտի քալե։ Նոյ գենթանի վգամն է։ Անիմաստ է պատճառաբանությունները, եթե մեկը իրապես գուզե, բոլորը մեկ կողմ գտնե, որտև սիրտը Աստծո վրա է։ Ինք գուզե այս չար աշխարհի մեջ Աստծո հետ քալել։ Նոյի բարակային, եթե սերդենք աչը ցախը նայենք, դիրող վիճակը, եթե ուզեր գրնար պատճառաբանություններ ներկայացնել, սակայն չրավ, որտևսինք սիրտը Աստծո վրա գարչած էր։ Այդ սրդի մեջ Աստված գար, կգարավարեր այդ սիրտը։ Եվ 22-րդ համարի մեջ կգարտանք, որ Նոյ հնազանդեցավ։ Եվ Նոյ եւ ըրավ Նոյ Աստծո իրեն բոլոր բադվիրածի պես, այնպես ըրավ։ Այս դեպքի մեջ Աստծո գործերուն նկատմամբ մի քանի ճշմարտություններ կտեսնենք։ Մեկ, թե Աստված ամեն բան կտեսնե։ Եվ դերը երբ տեսավ, որ մարդոց չարությունը երկրի վրա կշատնար, տեսավ։ Աստված կտեսնե։ Ոչ թե միայն գիտե, կտեսնե։ Սիրտդ կտեսնե։ Քեզի կտեսնե, քո վարմունքդ կտեսնե, խոսքերդ կլսե։ Հիսուս հերույեն փարիսեցիներու խորհուրդը գարտած, ինչ կմտածեին։ Աստված կտեսնե, Աստված զաղրչլար, ոչալ կխապվի, ոչալ կդարվի արդակին երևույթներով, ինչպես մենք կդարվինք, կխապվինք։ Դերը արդարը բիդի վարծադրե և մեղավորը բատջե։ Երկու, ամեն բանի վրա գիշխե, փնության վրա, նոյան դաբանին հետ առնչվող ինչ դեպքեր որ կատարվեցան, այս կտեսնենք, Աստված փնության վրա գիշխե, անասուններուն վրա, փուսական աշխարհի վրա, գադարյալ իշխանություն ունի։ Անասուններ զույգ դաբանը մտան, զույգ, ինչպես զույգ մտան, Աստված հրամայեց և անոնք մտան, գխորիկ թե նոյ քնած, փնդրեց և զույգ առաջնորդեց դաբանը, Աստված հրամայեց։ Այո, Աստված կհրամայե և անասուններ և ամեն բան, փուսական աշխարհը, փնությունը կհնազանդի։ Գետցուկին հրամայեց, որ միջեկրական ձով երթա, հոն գետցուկ չաբրիր միջեկրականի մեջ։ Հրամայեց և քնած ցուկը հնազանդեցավ։ Ան քերբնական անձնավորություն է։ Նույն օրը անթունթին բոլոր աղբյուրները ջեղկվեցան ու երկինքի բադուհանները բացվեցան։ Աստված հրամայեց և դեղաց անձրևները։ Երեք, անոր արդարությունը կտեսնենք այս դեպքի մեջ։ Նոյին վարձադրեց և մեղավորներուն բաճեց։ Այս է Աստուծո սկզբունքը։ Երևակայեցեք, եթե Աստված այս սկզբունքը չունենար,
արդարը վարձադրել, մեղավորին պատճել, եթե այս սկզբունքը չունենար, ինչ պիտի լար։ Երևակայեցեք, երկիրի մեջ թադավորներ գոյություն չունի։ Ինչ պիտի լար։ Ամեն մարդ ուզածը պիտներ։ Թադավորը հոն է, որբեսի արդարը վարձադրե և մեղավորին թադաբարդե, պատճե։ Ուր մնաց ասված, որ սուրբ է, արդար է, իր աթորը, Աստուծո աթորը գգարտան, որ արդարության վրա հիմնված է։ Այստեղի թադավորները դակից կուդաս, կրնան փոխվիլ, բայց սուրբ ասված ոչ։ Այս է սկզբունքը։ Շնորհքի տնտեսության մեջ այս սկզբունքը փոխված չէ, ասված նույնն է, սակայն որովհետև Տեր Հիսուս Քրիստոս խաչին վրա մերավ մեղավորներուն դեղը, անոր համար երկայնամիտ կլա, ոչ թե փոխված է, սկզբունքը նույնն է, մեղավորին պիտի պատճե, եթե չընդունի հրավերը Տեր Հիսուսը, անոր գադարած փրկագործությունը անպայման պիտի պատճե, իր արդարությունը, սրբությունը գստիպե այդ ընել, բայց հիմա երկայնամիտ կլա և կգանչե բոլոր մեղավորներում, որ անոնք ապաշխարեն Հիսուսի դառնան։ Այս դեպքին մեջ եկեղեցվո հայրեր գեղեցիկ խորհրդապատկերներ կտեսնեն։ Դաբանը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Դաբանի մեջ Նոյ և իր ընտանիքը ապահով էին։ Այդպես ալ Քրիստոսի մեջ մենք ապահով ենք։ Ինչալ ըլլա, մեր հասակն ալ գարցնեն, ապահով ենք, խաղաղ ենք, ան մեր սրդերու մեջ կպնագի գաբրի։ Չրեղեղը Աստուծո փարգության խորհրդապատկեր է, ասված համբերեց, դարիներ համբերեց, բայց երբ ժամանակը եկավ, իր փարգությունը թափեց։ Նոյ և իր ընտանիքը եկեղեցին խորհրդապատկերը կտեսնեն, իրարու միջև խաղաղ էին, ուրախ էին, որտև բոլորը դաբանի մեջ, Քրիստոսի մեջ, այսպես ալ հավատացյալը իր ուրախությունը կգտնե եկեղեցի մեջ, իր նման հավատացյալներու մեջ։ Հակառակ մեկը մույսեն դարբեր է, բնավորությամբ, թերություններ, դգարություններ, լեցուն, մեծեն բրդեմի չէ փոքրը, բայց հոն հավատացյալը ուրախ է։ 120 տարի ուրեմն ավելի Նոյ Աստուծո պատգամը փոխանցեց, խոսեցավ, սակայն ասված երկայնամիտ եղավ և համբերեց։ Եվ հիմա ամենակարևոր պատգամը գուզեմ ցեզի փոխանցել, որ հասկանալն շատ թյուրին է։ Պիտի գարտամ Մատթեոսի 24-րդ գլուխին 37-39 համարները։ Մեր Տերը գսե, բայց ինչպես Նոյի օրերը եղավ, որդվո մարդո քալուս տնալ այնպես պիտի ըլլա, քանզի ինչպես էին այն օրերը չրեղեղեն առաջ, գուդեին, գխմեին, գին գարնեին ու երգան գուդային, մինչև այն օրը, որ Նոյ դաբանը մտավ, և չկիցան, մինչև չրեղեղը եկավ ու ամենը վերցուց, որդվո մարդո քալուս տնալ այնպես պիտի ըլլա։ Տեր Հիսուս Նոյի ժամանակաշրջանի մեջ ապրող մարդոց մտայնությունը օրինակ բերավ, որպես վիճակը զոր պիտի դիրեր աշխարհի վրա, առաջ որ ինք վերադառնա։ Եվ այդ վիճակը վերջին օրերու մեջ եղող վիճակն է։ Մեր Տիրոջ այս արտահայտությունը ցույց կտավ, որ Նոյան դաբանը և ինչ որ բադայեցավ այն ադեն առասպել մչեր։ Հիսուս առասպելներ օրինակ չբերեր, առասպելներ չեր, հաբա իրական վիճակ մներ, զոր գդիրեր երկրի վրա։ Այդ օրերուն մինչ Նոյ դաբանը գշիներ,
Եվ միևնույն ադեն գքարոզեր նյութ ունենալով ինչ է նյութը Աստուծո փարգությունը սակայն առաջ փրկության միջոց մգա տաբանը ցեզի համար գշինեմ Աստուծո գոմե բատկամ է այս էր նյութը մարդիկ լսեցին այո լսեցին մեկ տարի չէ երկու տարի չէ 120 տարի է ավելի գրնակ երևակայել ինչ էր մարդոց դիրքորոշումը որում պատճառով Աստուծո փարգության արժանացան անհոգությամբ զիծաղին Աստուծո ծառային վրա եւ անհավատություն չհավատացին անհավատությունը այս է Աստուծո ըսածին չհավատան ներկա ժամանակաշրջանն մարդիկ անհոգ եւ անդարբեր են խոսիր ովևէ մեկուն հետ ապաշխարության մասին մինչև սկսեն մենք ապաշխարության բեք չունենք այդ տեսակ հիվանդ միտքեր կան ճիշտ մարդիկ այդ օրերուն ինչպես էին այսօր ալ նույնն են անհոգ եւ անդարբեր են իրենց հոգին փրկությունով եւ հագարագող Աստուծո գամքին այդ չէ աշխարհի վիճակը ոչ թե Աստուծո քոյության չեն հավատար չէ հաբա անոր ըսածներուն չեն հավատար Աստված բան գսե իրենք ուրիշ բան գսեն իմ ըսածս ոչ թե քու ըսածդ իմ ուզածիս պես եւ ոչ թե քու ուզածիդ պես գահավատամ այո դու մեզ ստեղծեցիր գահավատամ դու ամենակարող ես բայց իմ գամքս ու ոչ թե քու գամքդ ես ինչպես որ համոզված եմ այդ է ճիշտը եւ ոչ թե իմ համոզում ես դուրս դարբեր բաներ կներկայացնես որբեսի ընդունիմ ոչ չեմ ընդունիր ընտանեկան եւ ընկերային կյանքի համար իմ հնարած չափանիշերս եւ ոչ թե քուգինդ մոդան անցած է չէ չի կալեր հիմա այս աշխարհի վիճակը իմ ըսածս իմ համոզումս ոչ քուգինդ այս է մարդոց դիրքորոշումը գրոնի պատկանելություն ունին կամ ոչ մեղքը սիրելիներ ուտել խմել գին առնել էրգանդալ չէր Հիսուս որ հոսավ հաբա մարդուն գետրոնացումը իր անձին վրա ու միայն իր եսը քոացնել էր անձնաբաշ դառնալն էր անձնագետրոն կյանքներ Աստված իրենց խորհուրդներեն դուրս ցկված էր այս չէ այսօրվա վիճակը Աստված դուրս դու մեզ հետ կորչունիս մենք Ուրդեղները հասանք թուն մեզի այնպեսի բատվերներ գուդաս, որ ինչ կխոսիս թուն։ Մենք լուսին ելանք, ուրդեղները պիտի հասնինք թեր, մեր ուզածը, այս է աշխարհի վիճակը։ Եվ եթե նկատի առնենք, Բողոս Արաքյալի խոսքերը վերջին օրեր մեջ մարդոց մտայնության եւ անոց վիճակը ներկայացնող անբիջելի իրականություն կդառնա ու մեզ կհամոզեն թե մենք այնպեսի օրերու մեջ կապրենք որ Տեր Հիսուսի վերադարձը մոտեցած է եթե Տերը գամի եկող գիրագի մի քանի զգայացունց նշաններու մասին պիտի խոսենք լսենք Բողոս Արաքյալը ինչ կսե Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 1-5 համարները Եվ զայս գիտիր, որ վերջին օրերը չար ժամանակներ պիտի կան։ Վասնզի մարդիկ պիտի ըլլան անձնասեր, արձատասեր, անփարդավան, հբարդ, հայհույչ, ծնողներու անանազանդ, աբերախտ, անսուրբ,
Անքուտ, քուտ ըսված բան ու գոյություն չունի այսօր։ Ուզել եմ մի քանի միլիոն մարդիկ թողերնին, վերջին հոգերին է, քուտ չի կա, մեղք է, սա մարդուն մեղկանանք չի կա, անքուտ, անհաշտ, փանսարգու, անժուժգալ, թաժանապարո, բարին չսիրող, մատնիչ, հանթուքն, քորոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր, որոնք աստվածպաշտության երբարանք ունին, բայց անոր զորությունը ուրացած են, և թուն ասոնց մեկտի գեցիր։ Աստվածպաշտության երբարանքը մնացեր է, երբարանքը։ Մեր պաշտամունքը հիանալի է, ասպես կսկսենք, այսպես կվերջանանք։ Մենք լավ խոսող ունենք, մեր պաշտամունքի ընթացքին այդ մասերը դեղմը չես տեսներ, երևույթ մգա, աստվածպաշտության երբարանքը մնացեր է, անոր զորությունը, ինչ կհասկնակ անոր զորությունը ուրացած են, այսինքն Աստուծո համար ապրելու զորությունը ուրացած են, հարցոս է, հարցը եկեղեցի երթալքալ չէ, Աստուծո համար պիտի ապրի մարդը, ուրացած է, չի գրնար Աստուծո համար ապրի, չուզեր ապրի, ուրացած է։ Նոյան դաբանի շինության համար աշխատող բանվորները գնմանին այն մարդկանց, որ Աստուծո ծառայելը իբր արհեստ ընտրած են, թրամ թիզելու համար պաշտոնյաներ են, և այդպեսիներ դաբանը պիտի չմտնեն, ինչպես անոնք չմտան։ Ով գսե այս խոսքերը, Սուրբ Օգոստինոս։ Ինչ մարդիկ այսօր գրոնի թրոշինդակ այնպեսի կործեր գնեն, ցավալի երևույթ է տեսնել, մեծ տոկոսով մարդիկ, որոնք քրիստոնեության թրոշակին դակ գկործեն թրամ թիզելու նպատակով։ Մարդիկ կքայթաղին, լավ չէ, հոչ ժողովուրդները կքայթաղին, վերջին հոգերն է, ինչ հոգի է այս, ինչ խիղճ է, որ խանձված է, և Աստուծո ցայնը չեն լսեր, ասոնք Քրիստոս հետ ովևէ կապ չունին, արդար թադավորը պիտի թադե, անպայման ոչ ոք խուսափի չգասկածի ասոր։ Դեր Հիսուսի խոսքերը լուրջի պետք է առնենք, Մատթեոսի մեջ որ գարտացինք, անգամ մնալ գարտանք, Մատթեոսի 24 գլուխի մեջ, բայց ինչպես էին Նոյի օրերը եղավ բորտվո մարդո կալուսնալ այնպես պիտի ըլլա։ Նոյի օրերը մարդոց մտայնությունը զաղրել, անհոգ, անդարբեր, Աստուծո ուսածին չհավատալ, դարիներ խոսեցավ, Նոյ խոսեցավ, չհավատացին, այդպես պիտի ըլլա, որդվո մարդո կալուսնալ։ Ինչ գեզրագացնենք, որ այսպեսի օրերու մեջ կապրինք, ուրեմն Հիսուսին կալուստը մոտեցած է, և հարցումը զորգողվի քեզի, և միայն թուն պիտի պատասխանես, անոնք որոնք մեզ գունգընտրեն համացանցի միջոցով, թուն պիտի պատասխանես, թրացի չէ, գինը չէ, զավակները չէ, ամուսինը չէ, թուն պիտի պատասխանես, դաբանին մեջ ես, թե ոչ թուրսն ես։ Ես լավ եմ, իմ սիրտս բարի, ես եկեղեցի գերտամ, ես որում վնաս հաստուցած եմ, ես սաղմոս կգարտամ, Սուրբ Գիրքը բարձիս տակ կտնեմ, ասորանորգո, հարցումը այդ չէ, ինչ գնես չէ, Սուրբ Գիրքը ուր գտնես, կամ որքան կգարտաս չէ։ Ես լավակուն համայնքին կպատկանիմ, ես ինչ կխորիստուն, բզդիգուց, հայրս, մայրս, զիս ծերկես բրնած, եկեղեցի դարած, հարցումը այդ չէ, որ համայնքին կպատկանիս, դաբանին մեջ ես, Օգոստինոսի սածի պես, և բոլոր եկեղեցվայրերը Քրիստոսի մեջ ես,
թե դուրսն ես։ Ես շատ մոտ եմ, բայց մեջը չէ։ Եթե մենք բասի ստեյշն երթանք, տեսած եք բոլորդ, հերույեն ալ գվազեն, մեկ կոմեն մուշտը գացնին, որ հասնին բասին, չեն հասնիր, գկոցվի, բասը գերթա, մոդել, սաբույե մեջ ալ այդպես կլա, աստիճաները գիշտան արագ, հերույե, դուրսը մնաց, մույսը երկու քայլ, դուրսը մնաց, հարցը Հիսուսի մոտ ըլլալը չէ, հարցը անոր մեջ ըլլալն է, որտև այդ քեզի պիտի փրկե, ոչ հովիվդ, ոչ բադվելին, ոչ համայնքդ, երբեք համայնքդ պիտի փրկե, ապահովությունդ Քրիստոսի մեջ է, եւ հարցումը այս է, լուր չի ար, Հիսուս կսե, Հիսուսի խոսքերն են, ինչպես էին Նոյի օրերը այնպես պիտի լա որդո մարդու կալուսնալ, այնպես որ լրջորեն խորհե, մի բարձենար քու իչկերովդ, քու անցյալովդ կամ ներգայովդ, եթե մեջն ես երանել ես, նոյան դաբանը բարզ բատմություն բչե, այլ աստուծո գոմե բատկամ է, մարդուն հավիդենական ճագադակերին հետ առնչություն ունեցող բատկամ է, գադակ միներ, լուր չիար, եթե Հիսուսը ընդունաչես այսօր ըսե ով դեր, ես մինչև հիմա քեզի քու մոդը դեի, բարի էի, լավ էի, եկեղեցի գերտայ, մոդը դեի, բայց այսօր գհրավիրեմ սրդիս մեջ, իմ սիրտս եկուր քրավե, ուզեմ քու մեջը դլալ, այն ադեն թուն խաղաղություն պիտի ունենաս եւ գադարյալ ապահովություն։ Ուզես այսօր այս քայլը առնել, մեր գլուխները խոնարեցնենք աղոթքի համար։ Այս արիթը չեմ ուզեր, որ փախցնես։ Թերևս ուրիշ անգամ արիթ չես ունենար։ Քեզ վախցնելու համար չեմ ասեր, կյանքը անըստույք է։ Եթե ուզես դաբանի մեջ Քրիստոսի մեջ լալ, հետևյալ աղոթ գրե, խոնարե անոր առջև եւ ըսե Դեր Հիսուս, մինչև հիմա ես կբարձենայի իմ համայնքովս, իմ եկեղեցիովս, իմ հոգևոր առաջնորդովս, բարի գործերուս կվստահեի, բայց այսօր կուզեմ քու մեջը դլալ, կհրավիրեմ քեզ իմ սրտիս մեջ, Եկուր փնագե եւ գարավարե իմ սիրտս։ Այո դեր գնթունին որ մեղավոր եմ։ Փրկեզիս մեղքի զորութենեն, իշխանութենեն եւ գուզեմ այսուհետեւ քեզի համար ապրիլ։ Հավատալ ոչ թե քու կոյությանդ, հաբա հավատալ քու սածներուդ եւ գադարել հնազանդիլ քու գամքիդ։ Ընդունե իմ աղոթքս փառքիդ համար։ Ամեն։ Դերը ցեզ արադապես օրհնի։ Շնորհակալ ենք Տերոջմեն եւ դեր շնորհ որ ամեն մեկս լսենք Տերոջը ցայնը եւ մտնենք այդ դաբանին մեջ։ Նաեւ գուզեի հիշել որ նվերքույրը կորձողություն ունեցավ այս շաբաթ դերը գադարյալ բժշկություն դայրանալ։ Պիտի վերջացնենք երկելով 446-րդ երգը, որուն երրորդ տունը զանց պիտենենք եւ 5-րդը ոտքի եւ հովիվի նաոտքով պիտի փակենք 4-4-6 Դեր ցայնդ կլսեմ
Դեր ցայնդ գլսեմ, որով զիս կգանչես, գուկամ, որ զիս ուրպարինով, լվաս մեղք է մակրես, դեր քեզի գուկամ, հիմա զիս լվա, զիս մակրես ուրպարինով, էղյալի կողգոթա, դգար և բիլցուկամ, թու դեր ինձ ուժ գուդաս, և որցին են ջերմագլամ, սուրպարինով գլված, դեր քեզի գուկամ, հիմա զիս տվա, զիս մակրես ուրպարինով, էղյալի կողգոթա, թող հարցակին փորձանք, գուդաս ինձ հաղթանակ, գուդաս խոշոր ևս կոպանք, վերջնալ հարած պսակ, դեր քեզի գուկամ, հիմա զիս տվա, զիս մակրես ուրպարինով, էղյալի կողգոթա, Փառքավության արյան, Փառք Քրիստոսի շնորհած, մեր կատարյալ արդարության, և անվախճան գենաց, դեր քեզի գուկամ, հիմա զիս լվա, զիս մակրես ուրպարինով, էղյալի կողգոթա, Ով դեր շնորհակալ ենք Սուրբ եւ Բադվական արյանդ համար, որ մեր բոլոր մեղքերը չնչեց։ Շնորհակալ ենք դեր, որ երկայնամիտ գլաս մարդոց, անոնց, որոնք դագավին քեզի հագարակ յանք մգաբրին, անհոգ եւ անդարբեր են, խոսքիդ չեն հնազանդիր, գահամբերես, որբեսի դեր քեզի թարդան։ Գաղոթեմ դեր, որ այս վերջին օրերու մեջ քո հոգիդ թափես եւ կործես բոլոր մեր սիրելիներուն, բարեկամներուն, ծանոթներուն սրտերուն մեջ, որբեսի դեր անոնք արթնան եւ դեր քեզի թարդան։ Ամեն, Հասկանան, որ թունես խաղաղության իշխանը, թունես հավիտենական կյանք շնորհողը։ Գաղոթեմ դեր գնքես խոսքդ յուրաքանչյուրի սրտի մեջ։ Քու փառքիդ համար։ Ամեն։ ամեն։